ունեք եւ արդյոք մինչեւ հուլիսի 4-ը հնարավոր է ավարտել։ Հուլիսի 4-ը։ Մենք պարտավոր ենք մինչեւ հուլիսի 4-ը ավարտենք այս խիտ ռեժիմով աշխատանքը, լարված աշխատանքը, դրանով էլ պայմանավորված է, որ մենք մինչեւ հուլիսի 4-ը դա վերջնաժամկետն է, պետք է որոշումը հրապարակենք։ Պարոն Դիլանյան, Գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրել։ Ամբողջ լիստն է այսօր դրամփականցնելու։ Չէ, միայն այդ գաղտնի փաստաթղթերն ենք ուսումնասիրելու, միայն այդ գաղտնի փաստաթղթերը ուսումնասիրելու համար մի փուլը, մի հատված է դատավարության փակ դռների հետևում է լինելու։ Միայն դատավարության մասնակիցներն են մասնակցելու եւ դատավորները վերջ։ Պարոն Դիլանյան, երեք Սեդա Սաֆարյանի հարցից հետո դիմողները հայտարարեցին, որ քաղաքական հայտարարություններ են հնչում բարձր դատարանից, դուք ինչպես կգնահատեք։ Ես արդեն իմ գնահատականը տվեցի նիստի ժամանակ, եթե հիշում եք։ Ես ասացի, որ դատավորի պաշտոնեգործի հանգամանքները բարձելու պարտականություն ունի եւ լիազորություն ունի սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն եւ դա նշանակում է, որ դատավորը ավելի ակտիվ մասնակցություն է ունենում process-ում։ Ձեզ էլ հաջողություն։ Հարգելի հետևորդներ, զրուցում էինք դատավոր Դիլան։ Անձնագրերին է վերաբերում, անձնագրերի հետ կապված հարցեր կան, թե որ փուլում եք փակելու։ Դրամփակ ռեժիմով նիստի բովանդակության վերաբերյալ ես հիմա դժվար թե ձեզ ինչ-որ տեղեկատվություն հայտնեմ։ Իսկ դուք ցուցակի հետ չէ՞ կապված գաղտնի ցուցակով Դուք կրկնում եք նույն հարցը։ հստակեցնում։ Ըստ այդմ նշանակում է պատասխանը նույնն է, դրամփակ նիստի ռեժիմով տեղեկատվություն ես ձեզ չեմ հայտնել։ Պարոն Ղազարյան, դիմողները ներկայացնում էին, որ շուրջ 100,000 կարծեմ անձնագրերի այդ խնդիրները եղել ինչ խնդիրների մասին։ Դիմողները բարձրացրել են ընտրական տեղամասերում սարքերի հետ կապված անձնագրերի ընթերցելու հարցը տեխնիկական սարքի միջոցով։ Խոսքը 79215 դեպքի մասին է, երբ որ ընտրատեղամասի աշխատակիցը տեղեկատվությունը մուտքագրել է ձեռքով, ոչ թե մեքենան ընթերցել է անձնագրի կամ նույնականացման քարտի մեքենա ընթերնելի հատվածը։ Դա բնական նորմալ երևույթ է եւ կարող եմ նշել, որ Հայաստանի ընտրությունների պատմության մեջ ամենափոքր ցուցանիշն է, որ արձանագրվել է։ Եթե նայեք 2021 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ թեկուզ սահմանադրական դատարանի որոշումը, այնտեղ եւս վկայակոչված է այդ թիվը 109,000-ից ավել է եղել նախորդ անգամ։ Դա կարող է լինել շատ պարզ պատճառով, օրինակ, թեկուզ ամենափոքր տեխնիկական անսարքությունը թե սարքի մեջ, թե անձահաստատող փաստաթղթի վրա պարզապես կարող է լինել այդ մեքենա ընթերնելի հատվածում խազ կարող է լինել, որի արդյունքում չկարդա։ Եվ շատ կարևոր հանգամանքը այն է, որ միայն սարքի միջոցով նույնականացումը չէ, որ ենթադրում է ընտրական տեղամասում ընտրողի անձի նույնականացում եւ ընտրելու իրավունք ունենալու նույնականացում։ Հիմնական ընտրողի նույնականացման գործիքը հենց ինքը անձը հաստատող փաստաթուղթն է։ Այսինքն այդ սարքի հնարավորությունը դա հավելյալ երաշխիք եւ հավելյալ գործառույթ է, որը ապահովում է անձի նույնականացումը ընտրատեղամասում։ Եվ արդեն 5-րդ օրն է դատաքննությունը շարունակվում է, դուք ինչպիսի տպավորություններ ունեք նիստերից։ Ուսամ հնարավորինս շուտ կավարտի կվերադառնանք մեր աշխատանքին, որովհետև ժամանակը բավականին երկար է տևում, բայց տպավորությունը բնականաբար ինչպեսին պետք է ունենանք, շատ հետաքրքիր։ Երեք միջնորդություն ներկայացվեց Դանիել Լեոնիսյանին հրավիրելու, նիստերին հարցաքննելու, որը որ հայտարարել էր ընդդիմության ընտրողների 7-8%-ը կաշառքով է կատարել իր ընտրությունը։ Դա լուրջ մեղադրանք չեք համարում այդ ընտրողների հասցեին եւ արդյոք ես չգիտեմ ինչ ձևով պետք է նույնականացվի, եթե Դանիել Լեոնիսյանը հայտարարել է գուցե գիտի անվանական այդ մարդկանց էլ չեք հրավիրի նիստերին մասնակցելու։ Ես այդ միջնորդության առնչությամբ կարող եմ նշել, որ մենք չենք առարկել այդ միջնորդությանը, ընդամենը այդքան։ Չեք առարկել, այսքան հրավիրվելու է։ Դա դատարանն է որոշում բավարարել միջնորդությունը, թե չբավարարել միջնորդությունը, ուղղակի միջնորդության առնչությամբ կարող եմ ասել, որ մեր դիրքորոշումը այն եղել, որ մենք չենք առարկել այդ միջնորդությանը։ Շնորհակալություն։ Թերադատության նախարարի հետ վերջինը շտապում է ժամանակ։ Շատ ծանրաբեռնված է դատարանը, դիմումների քանակը մեծ է, նյութը ահռելի է, շատ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում են դիմող կողմերն էլ դատարանը։ Պարոն Զեյնալյան, առաջին օրը Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց, որ բոլոր 9 դատավորները մասնակցեն դատաքննությանը եւ կիսեն որոշման ողջ պատասխանատվությունը։ Դուք այս կարծիքի հետ համաձայն եք։ Ես կառաջնորդում բացառապես սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ եւ դրա սահմաններում կմնամ։
եւ նախագահը պարոն Գիլանյանը ասաց, որ շատ դժվարությամբ են բաժանվել գործընկերներից, արդյոք ավելի ծանրաբեռնված չի լինելու դատարանը 7 դատավորով քննություն իրականացնել։ Անշուշտ ավելի ծանրաբեռնված կլինի, իհարկե ավելի ծանրաբեռնված կլինի։ Եվ պարոն Զեյնալյան երեք Տիկի Սաֆարյանի հարցից հետո դիմողները հայտարարեցին, որ բարձր դատարանում քաղաքական հայտարարություններ հնչեցին, դուք ինչ կարծիք ունեք, դուք լսել եք, հետևել եք։ Այո, լսել եմ, հետևել եմ, առցանց մշտապես հետևում եմ, ուղիղ հետևում եմ։ Կարծում եմ Սահմանադրական դատարանի նախագահը լուծեց խնդիրը։ Բայց ձեր գնահատականը ինչպիսին է, քաղաքական կորակեք այդ հայտարարությունները, երբ որ փորձում են նաև Ռուսաստանի Դաշնության ազդեցություն բերել ընտրությունների վրա, հիշում եք ԱՄՆ-ում Թրամփն էր երբեմն մեղադրում, թե Ռուսաստանը էականորեն ազդել է Ամերիկայում այս կամ այն ընտրությունների արդյունքների վրա, հիմա ՍԴ-ում են նման հայտարարություններ հնչում։ Ընտրական գործընթացը իրավական լինելու զատ նաև քաղաքական է, կամ նույնիսկ հակառակը քաղաքական լինելու զատ նաև իրավական է եւ այդպիսի պնդումներ կամ հարցապնդումներ կարող են լինել Սահմանադրական դատարանում։ Պարոն Զեյնալյան, Տիկին Գալյանին հարցրեցի, ձեզանից էլ է հետաքրքիր իմանալ ձեր կարծիքը։ Սահմանադրական դատարանը դեռևս որոշում չի կայացրել, ամսի 4-ին է նախնական հայտարարության կայացնելու, բայց արդեն իշխող կուսակցությունը խորհրդարան է ձևավորում, խոսվում է նաև կառավարություն ձևավորելու մասին։ Դա ճիշտ է, թե պետք է սպասեին դատարանը ինչ որոշում կայացնի։ Գուցե դատարան օրինակ որոշում է, որ պետք է նորից ընտրություններ անցկացվեն։ Քաղաքական կազմակերպությունները, կուսակցությունները իրենք են որոշում ինչպես վարվել, իրավական մարմինը ինքը իր գործառույթներն ունի եւ իր օրակարգն ունի։ Բայց ինչ գնահատական կտակ նորմալ է դա։ Դա իրենց խնդիրն է, իրենց իրավունքն է։ Իրենք իրավունք ունեն։ Ազատ են։ Նույն հաջողությամբ ընդդիմությունն կարող է այդպես, հա, իրեն կառավարություն ձևավորել, խորհրդարան ձևավորել։ Այո, կարող են, ազատ են։ Շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, զրուցում էինք